ասենք բոլորիդ, բարի եկաք եղբայրներ, քույրեր։ Այս գեղեցիկ օրը մեզ համար շատ գեղեցիկ է այս օրը, շատ բարի է, շատ լավ է, ընդունելի է, քաղցր է, Տերոջի ներկայությունը անամպեր սպասում ենք ամբողջ շաբաթ, որպեսզի գիրակի օրը հավաքվենք այստեղ, ուրախության օրն է։ Մի օր էլ բոլորս միասին պիտի գնանք։ Այն որ գալու էր պիտի գա եւ պիտի շուշանա։ Կարող ենք ասել այս կատարված դեպքերը, ինչ որ կատարվում են, դրանք նշաններ են Քրիստոսի գալստյան։ Մենք հավատում ենք, որ պատահական ոչինչ չի լինում երկրի վրա։ Այս վերջերս բնությունը բոլորովին փոխված է։ Երկրաշարժներ, ջրհեղեղներ, փոթորիկներ, Եվրոպայում տաքությունը իր գագաթնագետին հասավ, Վենեսուելայում Կարակասը ամբողջովին քաոսի վերածվեց, հազարավոր մարդիկ փլատակների տակ են, միտի այդ բոլորը պատահական բաներ են։ Երկրի վրա դիրողը Աստված է, առանց նրա գիտության ոչինչ չի լինում։ Սրանից առաջ մի առիթով խոսել է ես ձեզի, թե ինչպես Հեսուի ժամանակ երկրագունդը բդտվելուց կանգ առավ, կամ Եզեկիա մարգարեի ժամանակ, թագավորի ժամանակ, ոչ միայն կանգ առավ երկրագունդը, դեր մի բան էլ ետ գնաց։ Լուսինն ու աստղերը, որոնք դու ստեղծեցիր։ Գիտենք, որ լուսինն էլ, որպես մեր մոլորակի երկրագնդի մի մոլորակը, ինքը որպես մասով ձգողականություն ունի և ծովի մակերևույթը քաշում է դեպի իրեն 6 ժամը 1, չէ, տեղատվություն, մագընթացություն է լինում։ Արեգակը միլքովեի մեջ ըսկա մի աստղ է ինքը, 9 մոլորակներ ունի, չէ, այդպես չի, 9 մոլորակներ ունի, և ինքը արեգակը մարյա թե 100-ից 90%-ը ինքն է գազմում, միայն 1%-ը մի քիչ ավելին 9 մոլորակները, ուրեմն որքան հսկա է ինքը, և այդ մոլորակները շատ փոքր են իր մոտ, թեև Ջուպիտերը մեծ մոլորակ է մոլորակների մեջ և ինքը, եթե տեսել եք նկարների մեջ, մի աչքի պես բան կա այդտեղ։ Այդտեղ 1 ժամը 1 հարիքեն է լինում այսպես, ժամական 1000 մայլ արագությամբ պտտվում է և ինքը այդ աչքը երկրագունդից 4 անգամ մեծ է։ Այդ բոլորը ստեղծել է Աստված և նրանք իրենց շրջանը գիտեն, պտտվում են։ Եվ կոնտրոլ անողը Աստված է, և երբեմն, եթե Աստված իր ձեռքը քաշի, ամեն բան քաոսի կվերածվի։
Ինչպես որ լուսինը օվկիանոսն է քաշում, այնպես էլ արեգակը կարող է մոլորակները քաշել, բայց նրանք չեն խախտվում, նրանք իրենց շրջանը գիտեն։ Այս վերջին օրերս իր որդիով խոսեցավ մեզի, որ ամեն բանի վրա ժարանք տրավ, որով աշխարհն ալ ստեղծեց դարաշրջանները, որ իր փառած լույսն է իր էության բուն պատկերը, որ իր զորությամբ ամեն բան կբռնե։ Հիսուսի համար գրված է իր զորությամբ ամեն բան կբռնե։ Պետրոս Արաքյալ ասում է իր զորության ձայնով ամեն բան բռնում է ինքը։ Այդ եմ ուզում ասել, որ արեգակի վրա գադարված յուրաքանչյուր փոփոխություն կարող է մեծ ազդեցություն թողնել մոլորակների վրա։ Գիտեք, որ երկրագունդի գեղևը մի շարժման մեջ է։ Արտաքին գեղևը երկրագունդի շարժման մեջ է միշտ։ Ու երբ որ երբեմն շարժվում է գեղևը երկրագունդի, մեկը մտնում է դագը, մյուսը գալիս է վրան, երկրաշարժ է լինում։ Իր զորության խոսքով ամեն բան կբռնե։ Շատ հավանական է, որ արեգակի վրա մի փոփոխություն կատարվեց, եւ այդ երկրաշարժը Վենեսուելայում կատարվեց։ Մենք պետք է հավատանք սրան։ Եվ սոսկալի երկրաշարժ եղավ 7.2 եւ 7.5 եւ 3 երրորդն էլ եղավ։ Եվ կարծվում է, որ արեգակի վրա ինչ որ փոփոխություն տեղի ունեցավ, որ այդ երկրաշարժը կատարվեց։ Որ իր զորության խոսքով ամեն բան կբռնե։ Այս բոլոր նշանները բնության մեջ անբնական երևույթները, մեզի թվացող անբնական երևույթները, բոլորը Աստծո կոնտրոլի տակ են։ Հիսուսի կոնտրոլի տակ են բոլորը, ամեն բաները։ Եվ սրանք վկայում են մեզ, որ նրա գալուստը շատ մոտ է։ Դեռ պիտի կա այնպիսի ժամանակ ավելի սոսկալի բաներ էլ պիտի լինի, բայց քանի որ դեռ եկեղեցին երկրի վրա է, այսքանը լինում է։ Եկեղեցիից հետո ավելի մեծ նեղություններ պիտի լինի։ Ես դատաստանների վրայով էի խոսել, եւ 4-րդ դատաստանը ազգերի դատաստանն էր, այդել խոսեցինք, եւ 5-րդ դատաստանի մասին պիտի խոսենք, որովհետեւ ավարտենք դատաստանների քարոզները։ Մի փոքրիկ պատմությունով սկսեմ։ Փոքրիկ մի տղա իր մորը ասեց. «Մայրիկ, ինչու համար հայրիկիս երեսը այդքան վերքոտ է եւ շատ ֆանի երևա»։ Դղաս ասավ մայրիկը. «Դու բզդիգ էիր օրորոցի մեջ, ես քեզի խոհանոցը ցիկեցի եւ գացի քիչ մը արևդուր ընելու, սակայն հետեւյալ բանը բադայեցավ, խոհանոցին վարակույրները գրագարանեն գրագարավ եւ դուն վտանգի մեջ էիր, քո կյանքդ վտանգի մեջ էր, բայց հայրիկդ վրա հասավ, որովհետեւ քեզ գրակներու մեջ են ազատե։ Եվ հանգարց
այրվող վարակույրը հայրիկիդ երեսի վրա ինգավ եւ երեսը այրվեցավ։ Սակայն քեզի գրակներու մեջ են ազատեց։ Բայց անիկա այնպես չէր առաջ։ Քեզ ազատելու համար եղավ։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որովհետեւ ամեն ով որ անոր հավատա չգործվի, հավիտենական կյանք ունենա։ Աստված իր որդին չխրգեց աշխարհ, որովհետեւ աշխարհը դադե, որ աշխարհ անով փրկվի։ Այն որ որդուն հավատա չի գործվիր, չի դադարդվիր։ Եվ այն որ որդուն չի հավատար, անիկա արդեն դադարդված է, վասնզի Աստծո միածին որդուն անվանը չհավատաց։ Որովհետեւ մենք կրակների մեջից ազատվենք, Աստված իր որդին ղրգեց, մեղանչական մարմինի նմանությամբ եւ մեղքի համար, եւ մեղքը դադարդեց այդ մարմնի մեջ, խաչի վրա իր կյանքը զոհելով, որովհետեւ մենք հավիտենական գրակներից ազատվենք։ Եսայի մարգարեն է գրում հետևյալը 52-րդ գլխի մեջ. Ինչպես շատերը անոր վրա ապշեցան, անոր երեսեն, մարդու երեսին ու գերբարանքին մարդու որդիներեն ավելի ավրված ըլլալուն համար։ Անիկա գերբարանք կամ վայելչություն չուներ, որ անոր նայեինք, ոչ հալ այնպեսի երևույթը, որ անգե ախորժեինք։ Անիկա մարդոց մե անարգվեցավ ու երեսը ցկվեցավ։ Դերը մեր ամենուն անօրունությունը անոր վրա դրավ։ Բայց նա այնպես չէր առաջ։ Հիսուսի համար գրված է անիկա 45-րդ Սաղմոսի մեջ դու մարդոց որդիներեն ավելի գեղեցիկ ես, քու շրթունքներուդ վրա շնորհ թափված է։ Եվ Արագածի 5-րդ գլխի մեջ այսպես է գրված. Արագած 5-րդ գլուխը Իմ սիրականս սպիտակ ու կարմիր է, 10,000-ի մեջ երևելի է։ Նա որ փարաբանվում էր երկնքի մեջ, հրեշտակների կողմից, վար իջավ, որպեսզի մենք կրակներից ազատվենք։ Ինքը մեր ցավերը գրեց, ինքը անարգվեց, հալածվեց, չարչարվեց։ Իր մարմինին օրերը սաստիկ կոչումով ու արսունքով աղոտ աղաչանք մատուց անոր, որ կարող էր զինքը ազատել։ Իր առջև եղած ուրախության համար խաչը հանձնարավ ամոթը արամարեց եւ Աստծո աթորի աջ կողմը նստավ։ Արտմիտ բերեք զանիգա, որ այսպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հագարակ խոսելուն, որ չլա թե մենք մարմնով հոգնենք ու թուլնանք։ Եվ Բիղադոսը զինվորներին հանձնեց եւ նրանք անարգեցին Հիսուսը, ծեծում էին նրան, ապտակով զարգում էին, թքում էին երեսին, փշեպսակը դերին գլխին գավազանով հարվածում էին եւ փշերը խրվում էր գլխի մեջ, այրումները թափվում էր այսպես եւ հանեց քարահատակի վրա եւ ասավ
ահա այն մարդը, անարգված, այրուն լվա, խաչի վրա եղած ժամանակ ասում էին, վարի չիր, եթե դու Աստծո որդին ես, հավատանք քեզի։ Այնպես որ ամեն մի այդ խոսքերը անարգանքի գարձես թե մի դանակ էին խրվում նրա մեջ, բայց այդ բոլորին համբերեց, մունջ կեցող մաքիի պես այնպես իր բերանը չբացավ, որպեսզի մենք հավիտենական գրակներից ազատվենք, Փառք իր անվանը։ Այսօր եկանք մեր Տերոջը փառք տալու իր հավիտենական սերը, այն սիրո համար, որ ինքը ամեն բան գրեց իր առջև եղած ուրախության համար, մեզ փրկեց, մեզ հաստատ մահվան ջիրաններից փրկեց ինքը եւ մեզի եղբայրներ գոչեց, իր փառքի մասնակից դարձրեց, փառք իր անվանը, երախտաբարդ ենք, ուրախ ենք, գիշեր ցերեկ հիշում ենք նրա այն սերը։ Հիմա դադաստանների շարքից 5-րդ դադաստանն է, եւ սա վերջի դադաստանն է։ 5-րդ դադաստանը, դադաստանի նյութը մեղավորներն են, դադաստանի ժամանակը երգիրը գրագով այրվելուց հետո պիտի լինի, դադաստանի վայրը ջերմագաթորի առջև, դադաստանի պատճառը նրանց գործերը, դադաստանի արդյունքը դեպի գրագի լիճը, որը երկրորդ մահ։ Այս դադաստանը պիտի լինի ապագային, որը գրված է հայտնություն 20-րդ գլուխ 11 համարից մինչև 15 համարը։ Եվ մեծ ջերմագաթոր մտեսա ու անոր վրա մեկը նստած, որու երեսեն երգիր ու երգինք փախան, եւ դեղ չգտնվեցավ անոնց։ Եվ դեսա բզդիկ ու մեծ մերելները, որոնք Աստծո առջև գայնած էին ու գիրքերը բացվեցան, եւ ուրիշ գիրք մը բացվեցավ, այսինքն գենաց գիրքը։ Եվ գիրքերու մեջ գրվածները մերելները դատվեցան իրենց գործերուն համեմատ։ Եվ ձովը իր մեջի մերելները դվավ, ու մահը եւ դժողքը իրենց մեջի մերելները դվին, ու ամեն մեկը իրենց գործերուն համեմատ դատվեցան։ Եվ մահը ու դժողքը գրագի լիճի մեջ ցկվեցան։ Ասիգա է երկրորդ մահը, եւ ով որ գենաց կրկի մեջ գրված չգտնվեցավ, գրագի լիճի մեջ ցկվեցավ։ Ջերմակ աթորի դադաստանը պիտի չգադարվի երկրի վրա։ Վերջին դադաստանը պիտի գադարվի, երբ երգիրը գրագով այրվելով նորոգվի։ Այսօր բաստարը չդրի, գար անգամ դերը գամինա գդենեմ նորից, որով երգերի նորոգումը գրագով բահված է մինչև դադաստանի օրվան։ Պետրոս Արաքյալն է ասում, երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 7 համարի մեջ, ինչպես ասում է Պետրոս Արաքյալը, երգինք ու երգիրը բահբանված են մինչև դադաստանի ու ամբարիշտ մարդոց կորուսյան օրը գրագի համար բահված։ Ինչու մինչև հիմա գրագով չի այրվում։ Բահբանված է, ասում է Պետրոս Արաքյալը, որ իր զորության խոսքով բահում է ամեն բան։ Երբ ձեռքը վերցնի, քաոսի կվերածվի ամեն բան։ Եվ փառք Աստծո դեր, քանի եկեղեցի երկրի վրա է, Աստված դեր բարեհաճությունը ունի։
որոշ նորմալ վիճակի մեջ բայելու երկրագունդը։ Երկինք ու երգիրը պահպանված են մինչև Դադաստանին ու ամբարիշ մարտոց կորստի օրը գրագի համար բահված, որովհետև ջերմագաթորի Դադաստանը Դադաստան է մերած մեղավորների։ Բոլոր հավատքով ննջածները հարություն պիտի առնեն հարության ժամանակ, առաջին հարության ժամանակ։ Եթե որևէ մեկը, որևէ հավատացյալ ննջե առաջին հարության և մեղավորների հարության միջև, այսինքն հազարամյայի մեջ, նրանք հարություն պիտի առնեն մեղավորների հարություն առաջ ժամանակ։ Այն խոսքը, որ ասում է, որոնց անունները գենած գրքի մեջ գրված չգտնվեցավ։ Այստեղ գիրքերը բացվեցան և ուրիշ գիրքը բացվեցավ, գենած գիրքը, ուրեմն երկու տեսակ գրքեր կան։ Գրքերը բացվեցան, որտեղ արձանագրված էին մեղավորների ամբողջ գործերը, և գենած գիրքն էլ բացվեցավ, որոնց անունները գենած գրքի մեջ գրված չգտնվեցավ։ Այդ ցույց է տալիս, որ այնտեղ ոմանց քիչերի անունը պիտի գտնվի այդ գենած գրքի մեջ։ Հարություն պիտի առնեն նրանք երկրորդ հարության ժամանակ, այսինքն մեղավորների հարության ժամանակ, հազարամյայից հետո, նախքան երկիրը գրակը այրվելուց առաջ։ Երբ հարության մասին ենք խոսում, հարությունը իր հաջորդականությունը ունի։ Առաջին Կորինթացիս 15 գլխի մեջ հետևյալն է գրված. բայց հիմա Քրիստոս մերելներեն հարություն արած է, ննջեցյալներուն առաջին բդուղը, քանզի որովհետև մարդով եղավ մահը, մարդով ալ մերելներու հարությունը, քանզի ինչպես Ադամով ամենը գմբերնին, նույնպես Քրիստոսով ամենը գենթանի պիտի ըլլան, բայց ամեն մեկը իր գարքովը։ Այստեղ գարք բարը, որ հիշեց առաքյալը, ըստ բնագրի մեջ, իմաստը այն է, որ կարծես զինվորական գարքաբահությամբ ես, գարք կանոն գա։ Բայց ամեն մեկը իր գարքովը, առաջին բդուղը Քրիստոս, ետքը Քրիստոսինները իր գալու ադենը, երկրորդ գալուստյան, երկրորդ գալուստը երկու աստիճանով է, չէ, այնպես չի, առաջի աստիճանի ժամանակ եկեղեցի համար պիտի գա, անգե ետև Քրիստոսինները իր գալու ադենը, անգե ետև գուկա վախճանը, մեղավորների, այսինքն, դա պիտի լինի հազարամյայից հետո, երբ որ Քրիստոս 1000 տարի թագավորի եկեղեցի հետ և թագավորությունը հանձնի հորը, անգե ետև գուկա վախճանը, այսինքն մեղավորների հարությունը, հազարամյայի ավարտին նախքան երկիրը գրակով այրվելը, հավանաբար ապրող արդարները պիտի փոխադրվեն երկինք։ Հազարամյայի ժամանակ շատերը պիտի հնազանդվեն Հիսուսին և հավատքով պիտի ննջեն։ Բայց հազարամյայի ավարտին շատերը պիտի չհասցնեն, այսինքն Քրիստոսին հավատացող հնազանդող ժողովուրդը, երկրի վրա պիտի լինեն
Հետևաբար, մինչև երկրագունդը գրագով այրվելը, նրանց պիտի դեղափոխի երկինք։ Ինչպես որ օրինակի համար ջրեղեղից նախքան ջրեղեղը Նոյը իր ընտանիքով դավանով փրկեց Աստված։ Կամ Սոդոմ Գոմորը այրելուց առաջ Ղովդը իր ընտանիքը դուրս հանեց։ Կամ մեղության շրջանը նախքան լինելը եկեղեցին պիտի առնվի։ Հազարամյայի ավարտին ողջ եղող սուրբերը, հավատացյալները նախքան գրագով այրվելը պիտի առնի դերը, պիտի դեղափոխի երկինք, որից հետո երկագունդը գրագով պիտի այրվի, բոլոր մթնոլորտը։ Ապրող մեղավորները ու անաստված մարդիկ պիտի այրվեն գրագով։ Ուրեմն Քրիստոսին ենթարկվող ժողովուրդը վեր պիտի առնվի, բայց երկրի վրա անհավատները, քանի որ այդ ժամանակ հազարամյայի ավարտին Սատանան բանդից պիտի արձակվի, Գոգ Մագոգը մեծ զորք պիտի հավաքի դարձյալ ապստամբության համար, եւ շատերը պիտի ապստամբեն։ Հակառակ Քրիստոսի հազարամյա թագավորության Սուրբ Հոգիի ներկայության երկրի վրա այդ խաղաղ լավ երջանիկ կյանքը ապրող մարդիկ դարձյալ պիտի ապստամբեն Սատանայի սուդերին, պիտի հավատան եւ պիտի արշավեն Երուսաղեմը գրավելու։ Եվ երկինքից կրակ իջավ ու բոլորը սպարեց։ Երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 7 համարի մեջ է ասում, առաջվան աշխարհը ջրեղեղով գործանեց, բայց ներկա աշխարհը գրագի համար բախված է։ Ուրեմն գրագով պիտի այրվեն։ Այդ ժամանակ այրում պիտի չթափվի, բادرազմ պիտի չլինի, թեև նրանք պիտի պատրաստվեն Գոգ Մագոգի պատերազմը անելու։ Բայց երկիրը պիտի այրվի, ամբողջ մթնոլորտը։ Երկիրը այրվելուց հետո ջերմակ աթոռի դատաստանը պիտի կատարվի։ Մեղավոր եւ անաստվածները պիտի չդատվեն տեսնելու համար, թե հավիտենական կյանք պիտի դրվի նրանց, թե ոչ, այլ պիտի որոշվի նրանց պատժի չափը։ Նրանց դատաստանը արդեն որոշված է։ Դախուր կողմը պիտի լինի այս դատաստանի, այն որ այնտեղ լինելու են շատ սիրելի մարդիկ, որոնք փրկված չեն եւ պիտի դասվեն մեղավորների հետ։ Նրա համար, որ նրանք մերժեցին Քրիստոսը որպես իրենց փրկիչը։ Ոչ թե նրանք չփրկվեցին, որ բարի գործեր չարին, այլ մերժեցին Քրիստոսը, որովհետև երբեք Աստված չի սպասում մարդկանցից բարի գործեր, լավ կյանք, որտեղ Հիսուս ասում է փուշերից խաղող չեն խաղում։ Դուք որ ասում է մեղավոր եք, ինչպես կարող եք բարի գործեր անել։ Ուրեմն Աստված մեղքերի հետ գործ չունի, Աստծո գործը մեղավորի հետ է։ Աստված չի սպասում, որ մեղավորը իրեն շտկի հետո գա, դա անհնարին է։ Աստված իր միածին որդին ղրգեց, որպեսզի ամեն ով որ նրան հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես ավետարանի 16-րդ գլխի մեջ ասում է, ես կերտամ մխիթարի չգուկա, ու երբ մխիթարի չգա, աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար, արդարության համար ու դատաստանի համար։
մեղքի համար, որ ինձ չեն հավատար։ Դուք չեք ուզեր ինձի գալ, որպեսզի կյանք ունենա գսավ Հիսուս։ Ուրեմն ամենամեծ մեղքը Հիսուսին չհավատալն է։ Եվ յուրաքանչյուր մարդ պետք է որ Հիսուսին հավատա փրկվելու համար։ Գրքերը պիտի բացվեն, որտեղ հրեշտակը արձանագրել է յուրաքանչյուր մարդու գործերը, յուրաքանչյուր մարդու կյանքը, եւ ամեն մարդ դատվելու է համապատասխան իր գործերի։ Եվ ծովը իր մեջի մերելները դվավ, ու մահը և դժողքը իրենց մեջի մերելները դվին, ամեն մեկը իրենց գործերուն համեմատ դատվեցան։ Եվ մահը ու դժողքը կրակի լիճի մեջ ձգվեցավ, ասիկա է երկրորդ մահը։ Ոմանց համար որոշվելու է ավելի տարբեր պատիժներ, քան ուրիշներին, բայց որևէ մեկը պիտի չազատվի այդ դատաստանից։ Ամենավատը այն է, որ նրանք, ովքեր այնքան էլ վատ չէին մարդկորեն, իրենց հավիտենությունը պիտի անցնեն անաստվածների հետ, որն է կրակի լիճը։ Բարի մեղավորներ կան, չար մեղավորներ էլ կան։ Մարդկանց և մարդկանց միջև նրանց համեմատությամբ շատ տարբեր մարդիկ կան։ Կան խելոք մարդիկ, ազնիվ մարդիկ, բարի մարդիկ, մարդկորեն, և կան չար մարդիկ, մարդասպաններ, գողեր, ստախոսներ և ամեն տեսակ չարություն գործող մարդիկ։ Բայց երկուսն էլ հավասարապես մեղավոր են։ Ինչու՞, որտև նրանք մեղքը ժառանգեցին այն օրը, երբ որ Ադամ մեղք գործեց։ Մեկ մարդու անհնազանդությունով մեղքը աշխարհ մտավ եւ այդ մեղքին էլ մահը ու այսպես տարածվեցավ բոլոր մարդկանց վրա, քանզի ամենը մեղանչեցին։ Մենք Ադամի որդիներս մեր հորից ժառանգեցին այն, ինչ որ Ադամ ունի, ինչ որ ինքը ունի, այն տվավ մեզի։ Ադամ մահը ժառանգեց եւ մեզ մեռնող մարմին փոխանցեց։ Ուրեմն մարդկանց լավը կամ վատի տարբերությունը մարդկային հարաբերությամբ է ըստ մարդկանց, բայց Աստծո արդարությունով բոլորը մեղավոր են, որտև Ադամի որդիներ են։ Նրանց պատիժին ավելանում է նաև երկրորդ մահը, որ նշանակում է նորից պիտի գործնեն իրենց հարուսյալ մարմինը։ Որով պիտի դատվեն և մնան որպես անմարմին հոգիներ և գոյատևեն կրակի լճի մեջ հավիտյան։ Ուրեմն երկրորդ մահվա մասին խոսեց, ասիկա է երկրորդ մահը, ուրեմն երկրորդ մահ կա։ Բոլոր մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել, Եբրայեցի սրտի մեջ է գրված, բոլոր մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել,
Բոլոր մարդկանց, դալինի հավատացյալ, դալինի անհավատ, բոլոր մարդիկ, քանի որ ատամ մերավ, մենք պիտի մեռնենք։ Ուրեմն ինչ էր մահը, մահը մարմինը հոգից անջատվելն էր, չէ՞։ Ուրեմն նույնը պիտի լինի երկրորդ մահը։ Նրանք հարություն պիտի առնեն, ջերմագատորի առջև պիտի դատվեն մարմնով, ինչ որ գործել են։ Դատաստանից հետո պիտի գնան ծծումբով վարած այրվող լիճը, որտեղ որ իրենց հարություն առած մարմինը դարձյալ պիտի այրվի եւ պիտի գործնեն եւ պիտի մնան անմարմին որպես հոգի, Հավիդյանը Սավիդենից այնտեղ։ Դա է երկրորդ մահը։ Հարության նյութի մասին, որտեղ որ ես ստեղծագործություն գրքի մեջ է գրված, այնտեղից մի հատված կարդամ ձեզի հիշեցնելու համար։ Պատրաստված երկրորդ փորձը Ադամի անկումից անմիջապես հետո նախքան բաժի ամբողջությամբ կատարվելը Աստված ներկայացնում է փրկության ծրագիրը կնոջ սերնդի միջոցով, դալով Ադամին նոր հնարավորություն։ Ուրեմն նախքան բաժը գործադրվելը Ադամին, նախքան մեռնելը, որտեղ մեղքի ժառանգելուց 930 տարի հետո մեռավ Ադամ։ 930 տարի ապրեց ու մարմնով մեռավ։ Տեև նույն վարգանին, որ անհնազանդ եղավ, հոգևորապես մեռավ ինքը։ Աչքեր ուներ, Աստծուն չէր կարող տեսնել, ականջներ ուներ, Աստծուն չէր կարող լսել, եւ բաժանում առաջացավ մարդու միջև։ Ուրեմն նախքան բադիժի գործադրվելը Աստված երկրորդ հնարավորությունը պատրաստեց մարդկանց փրկվելու համար կնոջ սերունդի միջոցով։ Կնոջ սերունդը կինը սերունդ չունի, չէ՞ գիտեք։ Սերունդը դաղամարդուն է պատկանում։ Կնոջ սերունդը Մարիամից ծնված Իսուս Քրիստոսն է։ Այս երկրորդ փորձը պայմանավորված էր փրկիչը ընդունելով, քանի որ նա պիտի գրեր մարդու մեղքի բադիժը իր փոխանորդային մահով։ Նոր հույսը դրված էր Ադամի եւ իր գալիք սերնդի առջև, բայց առանց փոխելու առաջին փորձի անկման հետևանքները։ Այսինքն մահը առանց փոխելու։ Դրա համար գրված է բոլոր մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել։ Երկրորդ մահը Աստված չի սահմանել։ Երկրորդ մարդը մարդիկ իրենք են ընտրում։ Աստված թույլ տվեց, որ ամեն մարդ ապրի իրեն սահմանված կյանքը եւ հետո մեռնի։ Առանց նկատի առնելու նրանք չար են գործել, թե բարի։ Ուրեմն Ադամի բոլոր սերունդի վրա մահը իզորու է։ Եվ այսպես առաջին մահը պիտի դարածվեր բոլորի վրա Ադամի անկման հետևանքով։ Եվ ինչպես մարդոց սահմանված է մեկ անգամ մեռնել, անգե երև դատաստան։ Հետո Աստված թույլ պիտի տա նրանց առաջին մահվանից հարություն առնել, որի մեջ ընկել էին ոչ իրենց մեղքի պատճառով, եւ այս անգամ պիտի կանգնեն Աստծո առջև եւ պատասխան տալու ոչ թե Ադամի, այլ իրենց սեփական մեղքերի համար, որոնց համար իրենք էին պատասխանատու։ Հետո նրանց վախճանը որոշվելու է ըստ երկրորդ փորձառության
ծնունդից մինչև առաջին մահը։ Նայած թե նրանք ինչպես են ընդունել Քրիստոսով եղած ձերի փրկությունը։ Ձերի փրկությունը։ Վասնզի դերը այսպես կսե. ձերի ձախվեցակ առանց ստագի պիտի փրկվեք։ Փրկությունը ձերի է։ Շնորհքի միջոցով փրկողը Քրիստոս ինքն է։ Եթե նրանք անձնապես մեղավոր գտնվեն, այսինքն չընդունեն Քրիստոսը, երկրորդ փորձի ժամանակ նրանք պիտի բադժվեն ինչպես Ադամը, այսինքն երկրորդ մահվամբ։ Իսկ դրանից հետո պիտի չլինի ուրիշ փորձի հնարավորություն։ Անոր համար ձեզի եսի թե ձեր մեղքերու մեջ պիտի մեռնիք, ըսավ Հիսուս, վասնզի եթե չհավատաք թե ես եմ, ձեր մեղքերու մեջ պիտի մեռնիք։ Այժմ առաքյալի խոսքերը մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես Քրիստոսով բոլորը կենդանի պիտի լինեն։ Ուրեմն առաջին Ադամ, վերջին Ադամ։ Այն որ գահախտ է, երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Այն որ գահախտ է, ինչին է հաղթանակը, մեր հավատքը, մեր հավատքը։ Այդ է որ հաղթում է, ասում է Հովանու առաքյալ իր թղթի մեջ։ Այն որ գահախտ է, երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Բայց անավատներում բաժինը գրագով ու ծմփով արած լեջի մեջ պիտի լա, որը երկրորդ մահը։ Ուրեմն մարմնի ամահության վիճակը գախումնավոր է դվյալ անձնավորությունից։ Նա լինի արդար կամ մեղավոր։ Ամեն ով որ հավատա ավետարանի հայտարարության թե Հիսուս Քրիստոս է կյանքը եւ հարությունը, պիտի փրկվի հավիտյան։ Ես ձեզ տնային աշխատանք էի տվել, հիշում եք։ Տնային աշխատանք էի տվել, չէ՞։ Չեք մոռացել, չէ՞։ Չէ։ Ինչ էր տնային աշխատանքը։ Եվ Աստված ասեց Ադամին, Բարդեզին բոլոր ծառերեն համարձակ կերեք, բայց Բարդեզի մեջտեղ եղող բարին եւ չարը գիտնալու ծառեն մի ուդեք, քանզի այն օրը որ անգե ուդեք, անշուշտ պիտի մեռնիք։ Քանզի այն օրը որ ուդեք, անշուշտ պիտի մեռնիք։ Ինչ է մեզի հիշեցնում սա։ Անշուշտ պիտի մեռնիք։ Ես չեմ ասում թարգմանությունը ինչ է, մեկնաբանությունը, խորհուրդը, այդ չեմ ասում։ Մեզի ինչ է հիշեցնում։ Ինչ։ Այդ ինչ որ մտածում եք, ասում եք, անցյալ շաբաթ պրոֆեսորն էլ բաներ ասեց, բայց ինչ որ ասեց, ճիշտ ասեց, սխալ չէ, ճիշտ ասեց ամեն ինչը, ձեր ասածն էլ ճիշտ է, բայց իմ հարցնելս դա չի, դա մեզ հիշեցնում է, որ կյանքը բնական է մեզի, մահը անբնական է մեզի, այդ է հիշեցնում։ Աստված մեզի հավիտենական ստեղծեց, մենք անմահ ենք ստեղծված, մեր բնությունը անմահ է, դա է մեզի բնականը,
Մահը հետո աշխարհ մտավ։ Դրա համար մենք չենք սիրում մահը, ադում ենք մահը, սիրում ենք կյանքը, ապրել ենք սիրում։ Ուրեմն Աստված մեզի ամմա ստեղծեց, Ադամն ու Եվան ամմա էին ստեղծված, եթեմական բարձի մեջ գեղեցիկ ապրում էին, այդ չար մոմենտը եղավ և նրանք ընկան, մահը ժառանգեցին, բայց Աստված ինչ է անում, Աստված ամեն բան հետ է դարձնում, ռիվերս է անում Աստված, հետ է դարձնում, Եվ այն, որ աթորի վրա գնստեր, ըստավ ահա ամեն բաները նոր գնեմ։ Եվ ինք անոնց աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբե, եւ ալ մահ պիտի չլա։ Վերջավորությունը այնտեղ է գնում, Աստված տանում է այնտեղ մեզի։ Մեզի անմահությունն է բնական։ Եվ ալ մահ պիտի չլա։ Եվ դա երբ պիտի լինի, երկիրը գրագով այրվելուց հետո։ Երբ որ նոր երկինք և նոր երկիր ստեղծվի, այն ժամանակ երկրի վրա ապրող ժողովուրդը անմահ պիտի լինի։ Սեբենք թե Ադամ և Եվան մեղք չգործեին։ Նրանք ինչպես պիտի լինեին, նրանք պիտի ապրեին։ Եվ Աստված թույլ տվավ, որպեսզի նրանք շատանան երկրի վրա, երկիրը լեցուցեք, շատացեք, երկիրը լեցուցեք, եւ երկիրը անմահ մարդկանցով պիտի լեցվեր, եթե մեղք չգործեին։ Ուրեմն այդ նույն երևույթը պիտի դարձնի ետ Աստված, երկրի վրա մարդիկ պիտի ապրեն, որոնք հավիտյան պիտի ապրեն, եւ պիտի որդեծնեն նրանք պիտի շատանան ու հավիտյան պիտի ապրեն, Աստծո հովանի տակ պիտի ապրեն, այն ժամանակ մեղք մահ պիտի չլինի, սատանա պիտի չլինի, չարբամը պիտի չլինի, մարդիկ երկրի վրա խաղաղ ու անխրով առանց չարության պիտի ապրեն երկրի վրա, ահա Աստծո խորանը մարդոց մեջ, ու անիկա անոնց հետ պիտի բնակի։ Ուրեմն Աստված երկու տեսակ ժողովուրդ ունի, երկնային Երուսաղեմի ժողովուրդը և երկրավոր ժողովուրդը։ Այս Տադաստանի ժամանակ ազգերի, այսինքն վերջի ջերմագատորի Տադաստանի ժամանակ ապստամբ հրեշտակներն էլ պիտի դատվեն։ Ինչպես որ Պետրոս Արաքյալն է ասում, որոնք Դարդարոսի մեջ բահված են Տադաստանի մեծ օրվան համար։ Այդ ժամանակ նրանք էլ պիտի դատվեն, որ երբ գործեցին նրանք այդ մեղքը, ջրեղեղի ժամանակ, Նոյի ժամանակ, չէ, այդ ժամանակ, կարդացել եք գրքի մեջ, ով է սատանան գրքի մեջ կա, այդ մասին գրված այնտեղ։ Լավ, այս չափով վերջացնեմ, ժամանակը արդեն ավարտվեց այդ կանը։ Եվ դեր ես բաներ ունեմ ասելիք, Տերը կամենա հաջորդ առիթով դարձյալ կխոսենք այդ մասին եւ վերջնականորեն կավարտենք Ջերմագատորի դարաստանը։ Տերը օրհնի բոլորս էլ։ Ամեն։